Վերջին դատաստանը, եւ երբ մարդու որդին իր փառքով գա, եւ նրա հետ էլ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին, եւ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն, ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից, ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին ձախ կողմում, այդ ժամանակ թագավորի իր աջ կողմում կանգնածներին կասի. Եկեք իմ հորից օրհնվածներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը, որովհետև քաղցած էի եւ դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի եւ ինձ խմելու բան տվեցիք, օտար էի եւ ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի եւ ինձ հագցրիք, հիվանդ էի եւ ինձ խնամեցիք, բանտում էի եւ ինձ այցելեցիք։ Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. Տեր, երբ քեզ քաղցած տեսանք եւ կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք, երբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ եւ հագցրինք, երբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք, եւ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք, այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. Անիծյալներ, ինձանից հեռու գնացեք հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված, որովհետև քաղցած էի եւ ինձ չկերակրեցիք, ծարավ էի եւ ինձ խմելու բան չտվեցիք, օտար էի եւ ինձ ձեզ մոտ չընդունեցիք, մերկ էի եւ ինձ չհագցրիք, հիվանդ ու բանտում էի եւ ինձ չայցելեցիք։ Այդ ժամանակ նրանք էլ կպատասխանեն ու կասեն. Տեր, երբ քեզ քաղցած կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում տեսանք եւ քեզ չծառայեցինք, այդ ժամ նրանց կպատասխանի ու կասի. Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ էլ չարեցիք, եւ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։